Ասեմ, որ վրանը տեղադրելու որոշումի հետ կապ չունեմ եւ վրանը հանելու որոշումի հետ քննարկումների չեմ մասնակցել, բայց այսպեսի մին հարց էլի, ինչի համար է վրանը հայտնվել այստեղ։ Եկեք քննարկենք, տեսեք ինչի համար է հայտնվել վրանը այստեղ հայտնվել է այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունները չտեսնելու են տալիս Արցախի ժողովրդի իրավունքները, վրանը տեղադրելով մարդիկ փորձել են իրենց հարցերի լուծման համար ինչ-որ ուշադրություն հրավիրել։ Ուշադրությունը երևի ըստ երևույթին հրավիրվել է, որովհետև Հայաստանի իշխանությունները են ճնշում գործադրել վրանը հանելու համար։ Հիմա ես չգիտեմ վրանը հանելը ճիշտ է, թե սխալ է, կորոշի բանը կհանի իրանք, բայց այն հետաքրքիր է, թե ինչ հակապետական կամ ինչ դավադրական նշանակություն ունի վրանը, որոշում են հանեն։ Իսկ թվում է պարզապես կամայականություն է ստիպել, որ վրանը հանեն, որտեղ վրանում որևէ մի ապակառուցողական բան չի կատարվում, մարդիկ գալիս այս կարծիքները հայտնում են, ժողովրդի համար մի փոքր հավաքատեղի է դարձել, այնպես որ ասել վրանը հանելը ճիշտ է, թե սխալ, կարծում եմ սխալ է, բայց որոշումը ինչպես կկայացնեն, այնպես է։ Իսկ ինչ է առաջարկում կառավարությունը, ասում է վրանը հանեք 2 ամսվա փողել տանք։ Լավ, 2 ամիսը պրծնելու է, այնպես չի, որ 2 ամիսը հավիտյան է, ակնթարթել չի, 2 ամիս հետո ինչ են անելու կառավարությունը, եթե կտրեն Արցախը, սա ամբողջ աշխարհը գիտի, ժողովուրդը գիտի, մարդիկ գիտեն, նույն ինքը Հայաստանի կառավարությունը գիտի, որ առանց այդ գումարի հնարավոր չի Արցախից տեղահանված փախստականներ այստեղ յոլա գնան։ Ասում է 2 ամիս էլ փողը տանք, հետո ինչ պետք է անեն։ Այն ծրագիրը, որ առաջարկել են, դեսկի անել չի, փոշիել չի, էլի, որ այն ինչ որ ուզում ենք 40+10-ի փոխարինող ծրագիր են առաջարկել, մեր հոգսերին դարման անելու համար փոշիել չի, աղով անել չի, էլի, դա հիմա հարց, վրանը հանեցին, 2 ամիսվա փողը տվեցին, 2 ամիսը անցավ, ինչ է կատարվելու։ Վրանի փոխարեն ես ավելի ես կոնկրետ ավելի բան եմ ասել, եթե Հայաստանի իշխանությունների հակառակ կողմից նայեք, ասենք ավելի ծայրահեղ բան եմ ասել, ասեմ դուրս եկեք փողոցներ ամեն օր, տուն մի գնացեք, ցույցեր արեք կառավարության դեմը, որտեղ մեր բողոքների հիմնական հասցեատերը ադրեսատը Հայաստանի կառավարությունն է։ Իմ ընկերները չեն լսել, եկել են վրանը, իրանք չեն ուզում այդքան կառավարության դեմ գնան, ավելի փափուկ են։ Բայց ես ինձ թվում է վրանը վերցնեն, պետք է սկսի արդեն այդ փողոցային բաները, ցույցերը պետք է անենք կառավարության դեմ, դեսպանատների պետք է գնանք Հայաստանի կառավարության սկզբից հարցնենք ինչու մեզ չեն ուզում կամ չեն կարողանում պահել։ Հետո էլ իրանց պատասխան լսել գնանք ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ, որ ասենք մենք որպես միջազգային ճանաչված փախստականներ ապահովություն եւ սոցիալական ապահովություն չենք ստանում Հայաստանից, չենք կարող գոյատևել, թող իրանք մտածեն մի ուրիշ բան Արցախի փախստական։ Հայաստանի իշխանությունները այն աստիճան են, որ ասում են փող չկա, գնացեք աշխատեք, որտեղ պետք է աշխատենք, աշխատանք չկա, գումարած նույնիսկ չեն էլ ուզում մեր կողմից հուշած միջազգային դոնորների խումբի համար համաժողով հրավիրեն, դիմեն ՄԱԿ-ին, որպես այդ միջազգային դոնորները հավաքվեն մեր մի հոգս, այսինքն ուզում են հուպ տան։ Այստեղ գազում քաղաքական մտքի ինչն է ստիպում նրանց այդ բանը անելու, ստիպում բարձրապես ուզում են Արցախի պետությունը լուծարել են, մնացել է համայնքը, ուզում են համայնքն էլ լուծարեն, դա ռուս-թուրքական պահանջ է, որպեսզի Արցախի համար վաղը պահանջող չլինի, պահանջատեր չլինի, Արցախը ջնջեն գնա, այսքանից հետո ասում է իրանք են, ասում է Ղարաբաղցիներն են լուծարել Արցախի իշխանությունը, նախ Արցախի իշխանությունը չի կարող Ղարաբաղ լուծարել, այդքան ուժ չունի։ Պիտի մի գերտերություն լինի, որ ստիպի
լուծարի։ Երկրորդը համաձայն եմ ձեր հետ ինչ որ մի քանի անմեղ սուլակ քաղաքական գործի Ստեփանակերտում հավաքվել են Արցախը լուծարել։ Բայց այստեղ դուք եք համայնք ուզում լուծարել։ 100 անգամ փախստականը հարցերի բանով հանդիպել եմ կառավարած, ասում մեզ համար համայնք սարքեք, որպեսզի մենք գոնե մեր համայնքը պահպանենք, համայնքային սովորությունները բան չէ, ուզում են անպայման ցրեն ու ուզում են որ անպայման Արցախցին են տունը որ ձեր քաբերելու բնակարանային ծրագիրն էլ այնքան ծիծաղել անպայման այդ տունը որ ձեր քաբերելու այնպես ձեր բերի որ մինչև ձեր բերել 3 հատ կուզ դուրս գա մեջքին չհասցրի ապրել այդ տան մեջ եւ ծրված մեկը Վրաստանի սահմանում մեկը Պաշկաստանի սահմանում, մեկը Թուրքիայի սահմանում, որպեսզի համայնքը ջնջվի, կորցնի գնա, իսկ դրա միակ պահանջատերը ռուս-թուրքական դաշինքն է։ Այսինքն այս իշխանությունները ինքնուրույն բան չեն անում, սոցիալական ծրագրերով մեզ հուփ են տալիս, մի մասը կգաղթի, մի մասին էլ շատ հավանական է մի քանի տարի հետո ասեն մենք Ադրբեջանի հետ հաշտել ենք, հետ վերադարձեք որպես Ադրբեջանի քաղաքացի Ղարաբաղ։ Այս է սրանց երազանքը։ Այդպես էլ ուզում էին սկզբանե։ Ուզում էին Ղարաբաղը շրջապատել բլոկադան դրա համար թողել են դե արցախցիներին ճնշեն որ ինտեգրվեն Ադրբեջանի կազմում հիմա իրանք հենց այդ պլանները չեն մոռացել էլի ուզում են նույն ձևի շարունակեն Արցախը կեսը ջնջեն կեսը ինտեգրեն Ադրբեջան մի խոսքով Արցախի հարցը որ ասում են փակված է որոշում են փակել ես որպես արցախցի, որպես շարժման մասնակից, խորհրդի անդամ կտրականապես դեմ եմ վրանահանելու, բայց դե որոշումը ընդունելու կոլեկտիվ ինչ որ կորոշեն էլ կանենք էլի։